Սիրված ու տաղանդավոր դերասան Դավիթ Հակոբյանն, ով մարմինավորում է Դավիթ Պապի կերպարը Գոյամարտ սերիալում, վերջին սերիալներում չի երևում էկրաններին, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Շատերը մտածում էին, արդյոք սիրված դերասանն առողջական խնդիրներ ունի, թե այլ լուրջ պատճառ կա նրա բացակայության համար։ Շտապ ենք հանգստացնել բոլորին, դերասանի բացակայությունը կապված չէ առողջական խնդիրների հետ, պարզապես Դավիթ Հակոբյանը որոշ ժամանակով բացակայում է Հայաստանից գտնվելով հյուրախաղերի և ստեղծագործական ծրագրերի շրջանակում։ Այդ պատճառով էլ սերիալում նրա կերպարը ներկայումս միայն հեռախոսազանգերի միջոցով է կապ պահպանում իր թոռների հետ, ինչը սցենարական լուծում է ժամանակավորապես բացատրելու նրա ֆիզիկական բացակայությունը։ Դավիթ Պապի կերպարը սերիալում առանձնահատուկ ջերմություն ու մարդկայնություն է բերում։ Նա մարմնավորում է իսկական հայ պապիկի կերպար՝ հոգատար, իմաստուն, երբեմն խիստ, բայց միշտ արդար ու սիրող։ Նրա խոսքերը հաճախ դառնում են կյանքի դասեր ոչ միայն թոռների, այլ նաև հեռուստադիտողների համար։ Շատերի համար նա դարձել է ընտանեկան արժեքների խորհրդանիշ, այն կերպարն, ով հիշեցնում է, թե որքան կարևոր է սերն ու միասնականությունն ընտանիքում։ Հեռուստադիտողները հատկապես գնահատում են նրա և թոռների հարաբերությունները։ Այդ տեսարանները լեցուն են ջերմությամբ, հումորով և խորը զգացմունքներով։ Նույնիսկ այն փաստը, որ վերջին սերիալներում նա միայն հեռախոսով է երևում, չի նվազեցրել կերպարի ազդեցությունը, ընդհակառակը ավելի է մեծացրել կարոտն ու սպասումը նրա վերադարձի նկատմամբ։ Լավ լուրն այն է, որ այս դադարը ժամանակավոր բնույթ է կրում, շուտով Դավիթ Հակոբյանը կրկին կհայտնվի էկրաններին և հանդիսատեսը նորից հնարավորություն կունենա վայելելու նրա անկրկնելի խաղը։ Ակնկալվում է, որ նրա վերադարձը սերիալում կբերի նոր զարգացումներ, հետաքրքիր շրջադարձեր և իհարկե նույն սիրելի ու ջերմ մթնոլորտը, որը նա միշտ ստեղծում է իր ներկայությամբ։ Դավիթ Պապը ոչ միայն սերիալի ամենասիրված կերպարներից է, այլ նաև մի կերպար, որը միավորում է սերունդներին։ Նրա միջոցով փոխանցվում են ավանդույթներ, կյանքի փորձ և արժեքներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց կարևորությունը, և հենց այս պատճառով է, որ հանդիսատեսը անհամբեր սպասում է նրա վերադարձին, վստահ լինելով, որ նա նորից կլցնի էկրաններն իր ջերմությամբ ու խարիզմայով։ Դավիթ Հակոբյանը հայկական թատրոնի և կինոյի ամենահարգված ու ճանաչված դերասաններից մեկն է, ով իր բազմամյա գործունեությամբ մեծ հետք է թողել հայկական մշակույթի պատմության մեջ։ Նրա անունը վաղուց արդեն ասոցացվում է բարձր պրոֆեսիոնալիզմի, բեմական խորության և մարդկային անկեղծության հետ։ Տարիների ընթացքում նա կարողացել է ստեղծել կերպարներ, որոնք ոչ միայն հիշվում են, այլ նաև ապրում են հանդիսատեսի սրտերում։ Դավիթ Հակոբյանը ծնվել է Հայաստանում և դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրվել է արվեստով։ Նրա ստեղծագործական ճանապարհը սկսվել է թատրոնից, որտեղ նա արագորեն աչքի է ընկել իր բնական տաղանդով, հստակ խոսքի մշակույթով և բեմում ազատ ու վստահ ներկայությամբ։ Նա սովորել է դերասանական արվեստ և իր կրթությունն ամրապնդել պրակտիկ աշխատանքի միջոցով, բեմ բարձրանալով տարբեր ներկայացումներում և աշխատելով փորձառու ռեժիսորների հետ։ Նրա գործունեությունը սերտորեն կապված է հայկական թատերական կյանքի հետ։ Նա երկար տարիներ հանդես է եկել տարբեր թատրոններում, կերտելով բազմազան դերեր՝ սկսած դասական դրամատիկական կերպարներից մինչև ժամանակակից հերոսներ։ Նրա խաղը միշտ առանձնացել է խորությամբ, կերպարի հոգեբանական վերլուծությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Դավիթ Հակոբյանն այն դերասաններից է, ով չի սահմանափակվում միայն տեքստի արտասանությամբ։ Նա ապրում է իր կերպարներով, փոխանցելով նրանց ներքին աշխարհը հանդիսատեսին։ Բացի թատրոնից, նա մեծ ճանաչում է ձեռք բերել նաև հեռուստատեսությունում և կինոյում։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ սերիալներ և ֆիլմեր սիրվել են լայն հանդիսատեսի կողմից։ Նա հաճախ մարմնավորում է հայրական, իմաստուն, փորձառու մարդկանց կերպարներ՝ շնորհիվ իր ձայնի տեմբրի, արտահայտիչ հայացքի և բնական խաղի։ Հատկապես վերջին տարիներին նա ավելի հաճախ է հանդես գալիս ընտանեկան սերիալներում, որտեղ նրա կերպարները դառնում են սիրված ու սպասված։ Դավիթ Հակոբյանի դերասանական խաղի կարևոր առանձնահատկություններից մեկը նրա անկեղծությունն է։ Նա չի փորձում պարզապես խաղալ դեր, այլ փոխանցում է իրական զգացմունքներ։ Նրա յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը, իր ցավը, իր ուրախությունը և հանդիսատեսը հեշտությամբ հավատում է նրան։ Այս հատկությունն է, որ նրան դարձնում է սիրված տարբեր սերունդների կողմից։ Նա նաև արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների, այդ թվում Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը, որը տրվում է
արվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այս կոչումը ևս մեկ անգամ հաստատում է նրա կարևոր դերը հայկական մշակույթի մեջ։ Հետաքրքիր է նաև այն, որ Դավիթ Հակոբյանը հայտնի է ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես մարդ իր համեստությամբ, աշխատասիրությամբ և նվիրվածությամբ։ Նրա գործընկերները հաճախ նշում են, որ նա շատ ջերմ, պատասխանատու և աջակցող անձնավորություն է, ով միշտ պատրաստ է օգնել երիտասարդ դերասաններին կիսվել իր փորձով։ Վերջին շրջանում նա շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը, մասնակցելով սերիալների, թատերական նախագծերի և տարբեր մշակութային միջոցառումների, թեև երբեմն լինում են դադարներ կապված հյուրախաղերի կամ անձնական ծրագրերի հետ, սակայն նա մշտապես վերադառնում է իր հանդիսատեսին նոր ուժով և նոր կերպարներով։ Դավիթ Հակոբյանի մասին խոսելիս չի կարելի չնշել նրա ազդեցությունը հանդիսատեսի վրա։ Նրա կերպարները հաճախ դառնում են օրինակելի, հատկապես ընտանիքի, հայրական սիրո, մարդկային արժեքների տեսանկյունից։ Շատերը նրան ընկալում են ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես մի կերպար, ով փոխանցում է կյանքի կարևոր դասեր։ Այսօր էլ Դավիթ Հակոբյանը շարունակում է մնալ հայկական արվեստի կարևոր դեմքերից մեկը։ Նրա ճանապարհը օրինակ է երիտասարդ սերնդի համար, իսկ նրա ստեղծագործությունները շարունակում են հարստացնել հայկական մշակույթը։ Նրա յուրաքանչյուր նոր դեր սպասված է, նրա վերադարձը էկրան միշտ ուրախությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից։